Դժբախտաբար ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը չհիմնադրեց այնպիսի պետականություն մոդելային առումով, որը արդիական կլներ իր կառավարման համակարգով, մենեջմենտով, պարլամենտարիզմով, ինչ եղավ։ 3 նախագահ եղան, ամենն եկավ, սահմանադրությունը փոխեց։ Մեկին Գերագույն խորհուրդը դուր չեկավ, նախագահ դառավ, տեսավ երկիրը չի կառավարվում։ Այն մեկն եկավ կիսանախագահական դարձրեց, որտեղ իրեն այն մեկը եկավ պարլամենտական եւ այլն, բայց հեղափոխությունը խփեց եւ ձին, այն որ ասում են, չէ, անցումի ժամանակ ձիերին չեն փոխում։ Հենց Սերժը ձիերը տապալվեց հեղափոխություն այն ժամանակ, երբ ձիերին չէին փոխում եւ այլ։ Հիմա ինչ եղավ։ Հիմա մենք վերադառնանք հարցին եւ ես շատ դժգոհ եմ մեր սոցիոլոգներից։ Իրենք երբ մտածում են, ես իրենցից ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ չեմ վախենում։ Ես ունեցել եմ խորը հարգանք, բայց ես չեմ տեսնում պատմաբաններ եւ այլն ժամանակին։ Մեկը չի կպնում այդ գործերին, որ քննի, պետք է քննվի, ինչ է գողապետությունը։ Ես դեռևս 90 բանի այդ լրատվական ռադիոյում ժամանակին, երբ որ փորփրեցի, դե լավ ինչ է կատարում, ես ինչ հասարակություն է, սպանություն, ես անբարոյականություն, իշխանության հարստացում, հիմա տեսնում ես, մեկը չկա, որ եթե նախագահի, ուրեմն կոշիկները մակրողը չի, գողության մեջ չմեղադրվի։ Այդ որ ունեցվածքը, այսօր էլ տեսնում եմ մեկին վարչապետ եղել, գողությունից դուրս եկել դատարանից, երջանիկ ժպիտով քննելով, իրար փաթաթվելով գնում են, դուք այսինքն կատարյալ գողապետության տեսակ է, որ առաջացել է, որի մասին ես մինչև ես հեղափոխություն եմ ասել։ Հիմա ես ենթադրում եի, որ ինձ հետ կմիանան նաև այլ քաղաքագետներ, սոցիոլոգներ եւ հոգեբաններ, որ մի հատ տեսնեինք դրա դա մոդելը կա, այդպիսի բան է, իշխանությունը պլուտոկրատական է լինում, ուրեմն լինում է կլեպտոկրատական, լինում է լութոկրատական, բայց սա մարքսիզմ չի։ Մերը լութոկրատական է, գողապետություն հայերեն փոխադրությունն է ստացվում եւ գողական պարգերով։ Դուք հիշեք նաեւ հետեւյալը։ Դեմիրճյանի ժամանակ այն ապերոն երկրի տեր էր։ Քարտուղարները բոլորը շրջապատված էին իրենց ապերո կոչվածով, ճիշտ է։ Հիմա այս բոլորը պետք է ուսումնասիրվի եւ բացահայտվի եւ հոգեբանորեն։ Բայց ես ասեմ հիմա իշխանությանը մեղադրենք, թե չէ։ Իհարկե դժգոհ եմ, որ դա չարվեց, բայց ես հասկանում եմ մի բան, այն վիճակը, որ առաջացավ հետ պատերազմյան օրերին, հիշեք, այստեղ եմ ասել եմ Հայաստանին պարտադրում են օպերատիվ կառավարում, ռազմավարական կառավարում չես կարող անես, հետևաբար դուք հարց լուծել չեք կարող, դուք են ջրհեղեղը գալիս է, այն մի անցքն եք փակում, այն մի դռան ճամփեն եք փակում, որ մեծ վնաս չլինի։ Եվ դա Մոսկվան է պարտադրել իր բրոքսիներով, այն իր այդ անտարի անտեր գազաններով, որ լցվել է ռուսական Սիբիր եւ Հայաստան են կառավարում։ Եվ սրանք գողական Հայաստանի սյուներն են, լութոկրատական իշխանության։ Հիմա ինչ է պետք։ Ես կարծում եմ, որ հիմա ինչ որ վարչապետ արել է, լավ է, որ 3 եւ այլն արել է, որովհետեւ իրադրությունը պիտի նկատի ունեք պաշտոնակությունները տեղին են։ Իրադրությունը բոլոր դեպքերում վերահսկողության տակ պիտի մնա, նաեւ ուրեմն նաեւ այդ բանով ընդրություններ նկատի ունելով։ Երկրորդը հաշմանդամ, եկեղեցու հաշմանդամ գողական բարքերով իշխանություն։ Դուք պատկերացնում եք, հիմա ոնց ասեմ, Խրիմյան հայրիկը լիներ գերեզման կմտներ նորից, կամ Խորե Մուրադբեգյանը, թե իրենց աթոռը ով է ինչպես եւ աշխարհով մեկ աջակցություն սրանց։ Ել եկեղեցի, ել հավատ եւ այլն անհեթեթություն։ Այս բոլորը արագ լուծում է պահանջում։ Եվ բայց այն մի գողապետությունը, որ դուք ուսում եք, որ մենք այդ արդյունքները հարցը խորքով պետք է ուսումնասիրվի, առանց բանի ցայտնոտի մեջ ընկնելու, ցայտնոտը հիմա իսկական իշխանություն կարող է ցայտնոտի մեջ ընկնել, որպեսզի հարցերը կարգավորի եւ այլն։ Հիմա էլ տեսնում եք կողքից ինչ են անում, դրա համար պետք է լավ ծրագրավորված միջոցառումների համակարգ դրվի, առաջինը։ Օրինակ, հիմա իմ պահանջն է կյանքը։ Ուրեմն ընտրություններում այս գողական բարքերով ոչ մի պարագլուխ ընտրություններին չպետք է մասնակցի։ Ասել եմ
առաջին անգամ հիմա էլ եմ կրկնում, Ղարաբաղյան կրանի բարագլուխներ, այդ սամո մամոներ, իրավունք ունեն, դի կասեցվի, մարդը ես երկրի քաղաքացի չի, եկել է քամի անում։ Հետո ինչ որ հայ ես, ինչ է նշանակում, այս բոլորը պարզ է, չէ, կառավարվում է դա նաև, ուզում եմ ասել, որ առանց հիստերիայի ծրագրային պայքար է պետք, բայց մեր ժողովուրդն էլ պիտի իմանա մի բան։ Մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, աշխարհով մեկ։ Ուկրաինան տեսնեք, եւ վարչապետը իրեն, ես հասկանում եմ, իմ իշկա, իրեն զոհելով խաղաղության բանաձևի է գնացել, որոնել գտել ենք, ինչպես կարողանալ, Ամերիկան քիչ շատ օժանդակություն է եկել եւ այլն, Ռուսաստանն ձեր բախտից քայքայվում է, եւ նրա քայքայվելը կասեցում չունի, բայց ես կողմ եմ, որ իշխանությունը զգուշ է հետներն աշխատում, արագ, եւ ասում են շուտ արեք, այդ շուտ անողները բահանջ գիտեք ովքեր են, որոնք ուզում են, որ ուկրաինական ճգնաժամը Հայաստան տեղափոխի, չի որ ես ասում եմ, որ այս իշխանությունը խաբար է չի այդ գործից, բայց այստեղ մի օրինաչափություն կա, օրինակ Թուրքիայում դա արվեց թուրքական պետության համար, ինչ որ պիտի ասեմ, մեր պարագայում մեր պետության դեմ է արվում, աշխարհի բոլոր երկրներում deep state կա, խորքի պետություն, այն չերևացող մասը եւ այլն, Թուրքիան ժամանակին հո ցեղասպանությունը կառավարությունով չի արել, deep state-ով է արել, հետո հիմա չկնեղանում ես խաբար չեմ, այն գեներալը չի հսկել եւ այլն, եւ դրանով դուրս է գալիս վիճակից։ Մեր գողապետությունը deep state-ն է, այդ խորքի պետությունը գողապետություն է։ Ինչն է մեղքը, եթե մեղք կա, որ այդ համակարգված պայքարի մաքրման ծրագիր չկազմվեց։ Ես հույս ունեի, որ ազգային անվտանգության կոմիտեն խորհուրդը Արմեն Գրիգորյանն է, այնտեղ կարծում եմ պոտենցիալ կար, մենք կօգնենք, խնդիր չէր էլի, որ նա կնստի եւ դրանով կզբաղվի, պետություն սարքելու եւ դրանց ազդել, բայց ճգնաժամից ասեց ինչու է, երբ որ օպերատիվ կառավարում է, տան նման էլի, ունեք $1000 կարիք ամսվա համար խիստ, ձեր ձեռին կա $100, սկսում եք հացը, ջուրը եւ այլն, ուրիշ բան չեք կարող անել։ Սա Մոսկվայից պարտադրվում է, այս կլաններից Հայաստանին պարտադրվում է։ Մնացածն էլ անվտանգություն, ես չեմ իմանում, այդ հյուսիսը ինչ չափով է ճնշում իրենց վրա, որ անկախություն եւ այլն չեմ կասկածում, ես չեմ կասկածում վարչապետին, ով ուզում է կասկածի, բայց ուզում եմ ասել, բայց այդ որոշումների բանկ ուրիշ է, հիմա ինչու է փոխել, դե տեսեք ինչ է լինում, դուք առաջինը եթե փոխում եք, չեք փոխում այս վիճակներում, պետության ճակատագրի հարց կա, մանավանդ մեր բարակայում Ադրբեջանի հետ հարաբերությունները ինչ վիճակում են, գիտեք, Թուրքիան սահմաններ չի բացում, ամերիկացիներն ինչքան են ճնշում, դժվարանում եմ ասել, ուզում եմ ասել, այս եղած վիճակում նորմալ է իրենց գործունեությունը կառավարության, մի քիչ ավել, մի քիչ պակաս, լուֆտը կլինի, հիմա կարող է այդ արվել է քրեական մաքուր գործը, կիմանանք երևի, որը շատ ողբերգական, ուրեմն պիտի եզրակացնենք, որ հայ մայրերը, ես ոչ մեկին չեմ առանձնացնում, այնքան էլ հայ մայրեր չեն, երբ նման զավակներ են ծնում։ Երկրորդը կա, հայրերը, երկրորդը, ուրեմն այս հակապետական քարոզչությունը, նաև եկեղեցու այս սրբազանների սրբապիղծ գործով գիշեր ցերեկ որ գնում է, վստահություն չի առաջացնում պետության եւ իշխանության հանդեպ, ինչն էլ իրենց նպատակն է, Մոսկվայի նպատակը ինչն է, Զատուլիններն ինչ են, ամեն ինչ օքեյ է, մենք տարավոր ներքին պառակտում է, մենակ Փաշինյանը լավը չի, ինչու, որտեղ Փաշինյանը եթե իրա խմբով չի լնում ենթադրենք, Հայաստանը դադարում է լինելուց, ինքը մենակ թե չէ օքեյ, ամեն ինչ ընդունում է, դրա համար դուք նայեցեք ռուսը, որ խոսում է, հայ-ռուսական հարաբերություններից է խոսում, ոչ Հայաստան-Ռուսաստան, իրենց խնդիրը պետականության տապալումն է, որը չի ստացվում, այստեղ էլ այս խնդիրն է, հիմա, կարող է, ես չեմ կարող ասել, որտեղ որն է, տարբերակները, կա նաև խորքային տարբերակ, որ արվում է, որն է, դուք անում եք մի բան, որ տվյալ նախարարը հրաժարական տա, որովհետև այդ
Պարագայում այդ պարագայում պետության փլուզում կլինի, կառավարություն հաջորդ օրը իսկ կարող է փլվել։ Օրինակը բերեմ, որ չլինի բան։ 73 թվականին Չիլիում եղավ արյունահեղ հեղափոխություն, բանը, Պինոչետ իշխանության եկավ։ Ով որ գիտի ինչ եղավ։ Առաջացին բանը հակահեղափոխությունը ղեկավարում էր Պինոչետը, որ դարձավ հետո, ուրեմն Ալենդեի մտերիմը, օրինական նախագահի մտերիմը, Ալենդը վերցրեց նրա լիազորությունները, շատացրեց, այն էլ վերցրեց մորթեց, այն ժամանակ էլ թվում է Պինոչետը պիտի պահեր Ալենդեին, անհայտ մի գնդապետ, ճարվել էր բանակի մեջ, գեներալի կոչում էր դրվել, ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար էր նշանակվել, Ալենդեի կողմից, էլ շնորհակալությունը ոնց է լինում, առաջացրին եւ նա վերցրեց, հեղաշրջումնարեց, գնդակարեց Պինոչետը իր Պարզ է, այսինքն մենք այսպես չենք կարող ասել, դրա համար հիմա մեր խնդիրն ինչ է, իհարկե պահանջում ենք եւ հասկանալ է, բայց կառավարությանը պիտի թողել աշխատելու, բայց պահանջները պիտի դրվեն։ Ես մի պահանջը դնում եմ։ Եթե ընտրություններին, այս գողապետություն իրենց բարագլուխներով, մեկ էլ հիմա Սիկտիրկարից մի հատ միլիոնադեր կա, մեկն էլ Օդեսայից է գոռում եկել է, իբր Ուկրաինայից է, մեկն էլ Չիլիից պիտի կա, արևմտա հայերը պիտի այստեղ իշխանության հարց ունենան, եւ այլն, լավ է Հայաստան չի լինելու։ Նկատի ունեք միտումնավոր է արվում այս ամեն ինչը։ Չես մեկ ասեցի տարբերակ, կարող է քրեական է, չեմ կարող ասել։ Իսկ եթե ոչ քրեական կարող է, եթե ոչ քրեական է, բայց ավելի վտանգավոր է։ Հիմա օգտագործվելու է անպայման պետության դեմ ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար հաստատ անկախ այդ բանից, այդ ցավալի դեպքը քրեական է թե չէ։ Անկախ դրանից օգտագործվելու է դրա համար Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն կարծեմ բոլորին դիմելով կարող ասել եկեք հետո հաշիվներ կմաքրեք վարչապետի հետ հետո էլի եկեք այսօր մենք պետք է երկրում կայունություն ունենանք ինչ որ հիշեք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը պատերազմից հետո գլխավոր հարցում եղել է կայունություն չեղավ վարի ենք գնալու բոլորով իհարկե նրանք հաղթելու են բայց նրանց էլ ասեցի Աղա Սիխանջյանի նման Հեղաշրջում անողներին, վզներից բռնելու են տարեն Բաքու, ուղարկեն, այս անգամ Բաքու չեն ուղարկել, ուրիշ տեղ ուղարկեն, Բակո Սահակյանից լավ տղա չլինեն, իրենք ուրիշ բան չեն հասկանում։